Փաշինյանը ասած աբսուրդ է, ուղղակի աբսուրդ է։ Ես խիստ հասկացում եմ, եթե հայկական որևէ ապրանք այս կամ այն կերպ հայտնվի Ադրբեջանում, այն սպառում կունենա։ Չեմ կարող ընկալել խաղաղություն բառը, երբ մեր հայրենակիցները բախվում են։ Հիմա Ալիևը շատ լավ գիտակցում է, որ Փաշինյանը օդ ու ջրի պես այդ խաղաղության միֆը պիտի ուռացնի, որովհետև ընտրություններ են ու շատ վտանգավոր պերիոդ է, որովհետև Ալիևը հասկանում է, որ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ է, միայն թե մինչև ընտրությունները ինքը կարող շարունակի խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե ինչեր ինքը կպահանջի Փաշինյանից ու ինչեր կկատարվեն, դրանց մասին մենք կարող է ամիսներ անց իմանանք, կարող է տարիներ անց իմանանք։ Բայց Փաշինյանը բոլոր հնարավորությունները օգտագործելու է։ Այս Keeping up with Kardashians show-ն, Փաշինյան's show-ն շարունակվելու է այդ reality show-ն։ Ես տեսնում եմ ատականներ, հարցակումներ մեր ուժի վրա, բայց մենք դրան արդեն սովորել ենք։ Մունիցիպալ ընտրությունը, այսինքն քաղաքային, պրոյեկտելի չի համապետական ընտրության վրա։ Մենք ունենալու ենք զարգացումներ impeachment-ի գործընթացի հետ կապված, բոլորը փաթեթավորվելու են արտաքին ազդեցության դեմ պայքարում են հիբրիդային հարձակումների դեմ։ Մինչ Փաշինյանը խոսում է տնտեսական շահով պայմանավորված խաղաղության, Ալիևի խաղաղությանը կողմ լինելու մասին, Բաքվից բոլորովին այլ տոնայնությամբ հայտարարություններ հնչեցին։ Ալիևը բաց տեքստով մեզ կրկին թշնամի անվանեց։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր այս ու նաև ներքաղաքական թեմաների շուրջ կզրուցենք։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, բարի գալուստ Կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Լեհաստանում վերլուծական կենտրոնների հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան համաձայնագրերն ու փաստաթղթերը։ Ժամեր անց ընդամենը Բաքվում հայտարարեցին այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի, պարտադիր վերադարձի մասին, ավելին այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության մասին խոսելիս Ալիևը ասաց, որ պատասխանատվությունը կրում է հայկական պետությունը ու մեծ թշնամի անվանեց, ու ասաց թշնամին վախենում է մեզնից, դրա համար է խաղաղություն։ Այս ինչի մասին է։ Տեսեք, կետառկետ գնանք։ Նախ դուք ճիշտ նշեցիք, այո, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հասարակական կազմակերպության այդ ղեկավար կոչեցյալը արդեն տևական ժամանակ է ավելի ակտիվություն է դրսևորում, քան սովորաբար։ Այս մեկ արձանագրենք։ Երկրորդ Փաշինյանի ասացի հետ կապված, դա աբսուրդ է ու դրա համար շատ երկար ու հեռու գնալ պետք չի։ Այս պահին ընթացող ամենամեծ ռազմական կոնֆլիկտը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ շատ բարդ է պատկերացնել երկու երկիր, որոնք տնտեսապես նույն չափ փոխ կապակցված էին, որքան Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Ու այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրա մասին, որ իրանք փոխադարձաբար, բնականաբար Ռուսաստանը Ուկրաինայի համար ավելի շատ շուկա էին տնտեսական տեսանկյունից, նաեւ էներգակիրների տարանցիկ այսինքն գազի անցումը Ուկրաինայով դեպի Եվրոպա, այսինքն դրանից ավելի մեծ փոխկապակցված տնտեսական շահեր շատ բարդ է հորինել, բայց դա որևէ կերպ խոչընդոտ չհանդիսացավ այն ամենին, ինչ տեղի ունեցավ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել նաև, որ առկային նաև պայմանագրային պարտավորություններ այդ երկու երկրների միջև, կամ մի միջազգային պայմանագիր, որը Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի անվտանգության երաշխավորն է։ Ուստի Փաշինյանը ասած աբսուրդ է, ուղղակի աբսուրդ է։ Այս մեկ։ Բա որս Մաղալիևը խաղաղություն է ուզում։ Սա հասնել եմ։ Երկրորդ, երբ որ մենք խոսում ենք տնտեսական փոխկապակցվածությունից, եթե նկատած լինեք, ես որևէ մեկնաբանություն չեմ արել ոչ ցորենի այդ տարանցիկի հետ կապված, ոչ հետո արդեն դիզվառելիքի կամ բենզինի հետ կապված մի պարզ պատճառով։ Դա չեմ ուզում օգտագործել բառակապակցությունը կեղծ օրակարգ է, բայց այդքան էլ առաջնային օրակարգ չի։ Ինչի՞։ Որովհետև տնտեսական փոխկապակցվածություն տեղի է ունենում, երբ որ երկկողմանի առևտուր է գնում։ Ուր է երկկողմանի առևտուրը։ Ինչ է Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության գործարարները բանակցում ադրբեջանցի գործարարների հետ Հայաստանից Ադրբեջան արտահանելու համար։ Մի հատ բան եմ ուզում ասել, հանկարծ չթիրախավորելով կամ չվիրավորելով մեր քաղաքացիներից որևէ մեկին։ Ես խիստ հասկացում եմ, եթե հայկական որևէ ապրանք
այս կամ այն կերպ հայտնվի Ադրբեջանում, այն սպառում կունենա։ Ինչով ենք մենք աշխարհին հայտնի, կոնյակ, մոլիբդեն, հանքանյութեր եւ այլն, ես խորը կասկած ունեմ, որ նույնիսկ եթե ինչ որ երկու բիզնեսմեններ պետությունների միջնորդությամբ իրենց ապրանքը հասցնեն Ադրբեջանում այն կգնեն։ Ու ինձ թվում է մենք սրա մասին մտածելու առիթ ունենք։ Ինչ վերաբերվում է Ալիևի վերջին ասածներին, դե որ այսքան ժամանակ ասում ենք, որ խաղաղության մասին միայն Փաշինյանն է խոսում, այն կողմից շարունակում են ռազմատենչ հայտարարությունները, բայց սրա համար ենք ասում։ Փաշինյանն հենց պատասխանն է, ինչ անենք ռազմատենչ հայտարարությանը, պատասխանենք ու պատերազմ սկսի, չէ։ Ամեն ինչին ձև կա։ Մի քանի օր առաջ խաղաղության մրցանակ էիք իրար հետ ստանում։ Վաշինգտոնում ձեռքսեղմումներ, ջեմ, արտաքուստ տպավորությունը։ Կես միլիոն, թե կես միլիոն մրցանակ էիք կիսում։ Վաշինգտոնում, երբ որ նախագահ Թրամփը հանձնարարում էր ոտքի կանգնել, ոտքի էիք կանգնում, բայց ժամանակ մտքով չի անցնում, հարցնես, ես չես ասում։ Ինչ թշնամի, ինչ վախենալ։ Եթե չեմ սխալվում, այդ հայտարարությունները գրավված Մարտունիում է արել, եթե չեմ սխալվում։ Բա մենք հենց այդ ենք ասում։ Բայց ո՞նց է այդ խաղաղությունը։ Ես չեմ կարող ընկալել խաղաղություն բառը, երբ մեր հայրենակիցները Բաքվում են, առնվազն 19 հոգի, առնվազն։ Սա խայտարակ թիվ է։ Հայաստանի Հանրապետությունը ու ես ամոթով եմ բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ, երբ խոսում եմ գեյների մասին, ամոթով նշում եմ, որ ես ամաչում եմ, որ ես լինելով ազգային ժողովի падգամավոր, հստակ թիվ չգիտի իմ պետությունը, թե քանի իմ հայրենակից է Բաքվում, քանիսն է եղել, քանիսն է սպանվել, քանիսն է տանջամահ արվել, որովհետև մենք բացի գերիների սիրտ ծակող, սիրտ մաշող խնդրից նաև ունենք նույնչափ սիրտ ծակող ու սիրտ մաշող խնդիր, անհայտ կորածների թիվը, որոնց ճակատագրի հետ կապված ամենատարբեր սցենարները կարող են լինել եւ կարող են եղած լինել։ Պարոն Ջան, իրանք ասում են, գիտեք, այդ ամեն ինչը խաղաղության հետևանք կլինի եւ տարածքի օկուպացիայի ազատումը եւ գեյների եւ այլ եւ այլ։ Հիմա հասնում եմ դրան, հաջորդը ասելու էի տարածքի օկուպացիայի մասին եւ հաջորդը ասելու էի ռազմատենչ հայտարարությունների մասին։ Ոչ, այդպես չի։ Եթե ինձ ասեր պակաս կարևոր որևէ հարցի վերաբերյալ, ես կասեի, հա, դա կարող է լինել հետագայում ավելի կայուն պայմանավորվածությունների արդյունք։ Բայց դու ո՞նց կարող ես պայմանավորվել մի մարդու հետ, ով որ քո եղբայրներին է պահում պարզաթենչ պայմաններում։ Ո՞նց կարող ես խաղաղություն կազմել մի երկրի հետ, որը անհետ կորածների հետ կապված մեզ տեղեկատվություն չի տալիս։ Ես հարգելով հանրային կորածների հարազատների վիշտը եւ զգացմունքները չեմ ուզում ավելին ասել, բայց դա ինչ պայման է։ Կհիշեք միասնություն զորավարությունների ժամանակ տարիներ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցավ ուղղաթիռի հետ կապված եւ մեր գնացին հետ բերեցին հետո այո մեր տղերքի աճյունները մարմինները հայտնվել էին նեյտրալ գոտում հատուկ սպեցօպերացիա կազմակերպվեց որ ռազմական տեսանկյունից ինչպես նշում են փորձագետները հոյակապ գծված օպերացիա եւ իրականացված առանց զոհերի մենք կարողացանք մեր տղերքի մարմինները վերադարձնել դա դեպայել ինչ պետություն որ իր զավակներին տեր չի կանգնում ու այսպես ես կարող եմ շատ երկար շարունակել հասկանում եք բացի նրանից որ Ալիևը Փաշինյանին ոչ մի բան այդտեղ չի դնում եւ բանակցությունները 20 թվականից առնվազն 20 թվականից հետո ընթանում են թելադրանքի տրամաբանության մեջ Հիմա Ալիևը շատ լավ գիտակցում է, որ Փաշինյանը օդ ու ջրի պես այդ խաղաղության միֆը պիտի ուռացնի,
որովհետև ընտրություններ են ու իր միակ հիմնական ծախելու ապրանքը այդ կեղծ խաղաղության պատրանքն է։ Մինչ այդ կստորագրվի, այսինքն ձեր կարծիքով։ Չէ, ես դրա մասին չեմ խոսում, մինչ այդ դժվար ստորագրվի։ Բայց սա շատ վտանգավոր պերիոդ է, որովհետև Ալիևը հասկանում է, որ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ է, միայն թե մինչև ընտրությունները ինքը կարող շարունակի խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե իբր կայուն խաղաղություն կա։ Ուստի այս ընթացքում ինքը առաջ էլ ինչ ուզում ստանում էր, հիմա առավել եւս իր ախորժակները կարող են մեծանալ ու ես դրանից եմ սարսափում, որովհետև Փաշինյանը երբեք չի բանակցել Արցախի շահերից ելնելով, երբեք չի բանակցում Հայաստանի շահերից ելնելով։ Ինքը բանակցում է բացառապես իր աթոռի պահպանման, իր իշխանության վերարտադրման շահից։ Այսինքն ոչ թե պայմանագիր, այլ որոշակի զիջումներ եք ակնարկում մինչև ընտրությունները։ Եկեք ֆիքսենք հետևյալը։ Այս պահին նախաստորագրված իբր խաղաղության պայմանագրի հետ կապված առկա են բազմաթիվ նախապայմաններ, որոնց մեծ մասը արդեն կատարել է Փաշինյանը, սահմանադրությունն էլ արդեն պարզ հայտարարվում է, որ փոփոխություն է գնալու արդեն մի քանի անգամ դրա մասին խոսել է, մի քանի տասնյակ անգամ։ Այս պատուհանը մինչև հունիսի 7 շատ վտանգավոր պատուհան է այն առումով, որ եթե սա հասկանում ենք ես եւ դուք, վստահաբար սա հասկանում է նաեւ Ալիևը։ Ու թե ինչեր ինքը կպահանջի Փաշինյանից ու ինչեր կկատարվեն դրանց մասին մենք կարող է ամիսներ անց իմանանք, կարող է տարիներ անց իմանանք։ Հասկանում եք, ես դավադրապաշտ չեմ, ես չեմ ասելու, որ Դուշանբեում լիֆտում պայմանավորվել են եւ այլն, չէ։ Բայց ես ուրիշ պարզ տրամաբանություն եմ կառուցում ու հեսա դա պրոյեկտ ենք հիմիկվան։ Հիշում եք 2018 թվականին Փաշինյանը հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո ինքը խնդրել է Ալիևին նվազեցնել լարումը սահմանին, ինչը տեղի է ունեցել որոշակի ժամանակահատված։ Հիմա այս կետի վրա խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Էլի հայ զինվորի կյանքա փրկվել, էլի Աստծուն փառք։ Բայց եկեք մի քայլ անդին գնանք, էլի հաստատ Փաշինյանի սիրուն աչքերի համար չի, չէ՞ դա արվել, առավել եւս որ այդ աչքերը այդքան էլ սիրուն չեն։ Ակնհայտ է, չէ՞ որ խոսակցությունը եղել է դու պակասացրու սահմանային լարվածությունը, իսկ ես ու շարունակությունը հարգելով մեր հետևորդներին, մեր դիտողներին, ես չեմ ուզում ենթադրություններ կառուցել, բայց վստահաբար այդտեղ ինչ որ առուծախ է, չէ՞ եղել։ Ակնհայտ է դա։ Ու ակնհայտ է, չէ՞ որ հետո շատ ու շատ տեղի ունեցած բաները այդ առուցախի հետևանքն են, կամ դրա պայմանների կատարման, կամ դրա պայմանների չկատարման, ու այն քպեական թեզը, որ դե եթե հանձնողը լինեինք հենա չէին կռիվանի, հենա պատերազմ չէին հայտարարի, հենա չէին հարձակվի, չէ, դուք ինչ որ բան խոստացել եք, որը կամ կատարել եք, կամ չեք կատարել, կամ կիսով չափ եք կատարել, կամ հապաղել եք կատարելուց, ու արդյունքում Ադրբեջանը դիմել է ագրեսիայի, եւս մեկ անգամ հատուկ Ադրբեջանն է ագրեսորը, իմ ասածներից ոչ մեկից չի հետևում, որ Ադրբեջանը չի ագրեսորը, միանշանակ Ադրբեջանն է ագրեսորը, բայց դրան նախորդել են ինչ որ գործընթացներ։ Հիմա մինչև հունիսի 7 հաշվի առնելով Փաշինյանի մոլուցքը վերընտրվելու, իր իշխանությունը պահպանելու, դրա համար ամեն ինչի պատրաստ լինելը շատ մեծ վտանգ է առաջացնում ու իրան դարձնում է տեղից էլ մի հրաշք չէր որպես բանակցող, իսկ ավելի կոնկրետ բաներ, խայտարակություններ։ Իսկ հիմա բացի դրանից որ խայտարակությունը նաև դիմացինը գիտի, որ ամեն գնով Փաշինյանը պետքա պահպանի այս պահի արկա դրությունը ու դուք կարող եք պատկերացնել միայն ինչեր կարող են տեղի ունենալ, Աստված մի արասցե։ Այդ ամեն ինչի գնով էլ տեղափոխենք մի քիչ ներքաղաքական դաշտ, ամեն ինչի գինը նաև այս դաշտում է պրոյեկտում։ Բնավ ոչ ես, ոչ դուք այդ մակարդակը չունենք, որ մտնենք ընտանիք, բայց այսօրվա top news-ից պետք է խոսենք։ Չեք խոսի։ Չեմ խոսելու։ Չգիտեք ոնց համացանցում ասում են, որ տեխնոլոգիա եւ այլն։ Չեք մեկնաբանելու այդ թեման։ Ուզում ես դա չի մտնում ամեն ինչի գնի մեջ։
պատասխանեմ հեսա ես Փաշինյանի ընտանիքի ներկայացուցիչների այս կամ այն հայտարարությունը կամ գործողությունը մեկնաբանում եմ միայն այն ժամանակ, երբ որ իրենք մտնում են քաղաքական դաշտ։ Մնացածը ես կեղտոտվելու ցանկություն չունեմ։ Սա քաղաքական դաշտ մտնելու հետ ես չեմ բացառում, ես հասկանում եմ դուք ինչ եք անում, հասկանում եմ, որ այդ ամեն ինչը կարող է տեղ ունենալ, բայց ես չեմ ուզում կեղտոտվել։ Գնացինք առաջ, հիմա Փաշինյանի մյուս քայլերը, թող շարք չգիտեմ, գիտեք այս շարքը, այս ամենը վկայում է, որ իրենք գիտեն, ինքը հենց գիտի, որ հանրային դաշտում են վստահությունը չունեն, ընդդիմադիրները հիմնականում դա այդ թեզ առաջ են տանում, թե իրականում այդպես չէ, ընդդիմությունն է ուղղակի ինքը իրեն հանգստացնում, էլի, false start-ով։ Կետ առ կետ գնանք, կետ առաջին, ինչպես նախագահ Սարգսյանն երեք ասաց, դա ընդամենը ժուլիկություն է։ Այս ապրիլի 1-ին կտեսնենք, թե միջին կենսաթոշակը ինչքան կաճի։ Այդ 10,000 դրամը չի վերաբերվում միջին կենսաթոշակին, դա վերաբերվում է մինիմալ կենսաթոշակին։ Եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, դուք գիտեք, որ տնտեսությունը եւ սոցիալական ոլորտի մասնագիտական ոլորտները չեն, բայց եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, Հայաստանում 660,000-ի շրջակայքում կենսաթոշակառու կա։ Եթե ճիշտ եմ հիշում, մոտավոր այդքան է։ Այդքանից նվազագույն կենսաթոշակ ստանում են 60,000-ի կարգի։ Այսինքն 10%։ Այսինքն այն ինչ ինքը ասել է, վերաբերելի է կենսաթոշակառուների 10%-ին։ 60,000 մարդու։ Սա մեկ։ Բայց կարող է շատ ձայն բերել ավելի։ Հեսա, երրորդով կանադանանք։ Երկրորդ, որպեսզի դուք պատկերացնեք եւ մեր դիտորդները պատկերացնեն, թե ինչ է նշանակում նվազագույն կենսաթոշակ, դա նշանակում է մի մարդ, ով իր կյանքի ընթացքում գոնե 1 օր գրանցված աշխատող չի եղել։ Այդպիսի մարդիկ արդեն ասեցի քանիսն են։ Իրանք շատ են սիրում մեր թվերը շրջանառել մեր ժամանակվա, բայց եկեք միասին փորձենք հասկանալ, որ թիվն է լավագույնս բնորոշում, թե ինչքան է աճել կենսաթոշակը։ Գոյություն ունի միջին կենսաթոշակ հասկացություն։ Բացատրեմ դա ոնց է հաշվարկվում։ Վերցվում է տարվա ընթացքում ամբողջ գումարը, որը տրվել է կենսաթոշակառուներին, ամբողջը բյուջեի այդ տողը, ասես ձևակերպ։ Բաժանվում է 12 ամսի եւ բաժանվում է կենսաթոշակառուների թվին, 600 քանի հազարին, որ այս արդեն ասեցի։ Դա լավագույնս ցույց է տալիս, թե միջինը մեր տատիկներն ու պապիկները ինչքան փող են ստանում։ Այդ միջինը մենք 3 անգամից ավելացրել ենք մեր իշխանության օրոք։ Երբ որ իրանք 3 անգամ միջին կենսաթոշակը կավելացնեն, այդ ժամանակ նոր Փաշինյանները, Թորոսյան Արսենները, որոնք երեք որոշել էին նախագահ Սարգսյանի մասին ինչ-որ էպիթետներ օգտագործել, ուղղակի ես նորից բերանս չեմ ուզում կեղտոտել ու ասել, թե Թորոսյան Արսենը ինքն իրան ինչեր պիտի ասի։ Երբ որ դուք կենսաթոշակը, միջին կենսաթոշակը, որը իրական բնորոշիչն է կենսաթոշակի բարձրացման, 3 անգամ կբարձրացնեք, այնպես ինչպես արել է հանրապետականը, այդ ժամանակ կարող է փորձեք ծպուտ անել, մինչև այդ ցանկալիա ձայնները չլսենք։ Հիմա անդառնանք դրան նախընտրական տեսանկյունից։ Ինչի է անում, գիտի, չգիտի։ Իհարկե գիտի։ Որ վատ է։ Իհարկե գիտի, որ իրեն անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները։ Այս հələ սկիզբն է։ Կանեք Միշանկյալ արս 21 թվի ու հիմա 26-ի տարբերությունը ո՞րն է։ Այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտել, փողոցային պայքար կար։ Հիմա շանսերը ձեր կարծիքով ավելի շատ են հեռացնելու Փաշինյանի։ Տեսեք, ես վախտագուշակ չեմ շուտ հալա ասել որևէ բանի մասին։ Մի բան կարող եմ վստահաբար ասել, անկախ նրանից հանրապետականը ինչ կորոշի մասնակցել թե չմասնակցել, ես շատ խնդրում եմ մեր քաղաքացիներին պարտադիր մասնակցել ընտրություններին։ Պարտադիր մասնակցել ընտրություններին, որովհետև ընդհանուր գիտեմ ինչ ավելի մանրամասն ասեմ, ինչ հարց շեղվեցի, բայց դե կարծում եմ վնաս չի լինի։ Իշխանությունները ունեն ֆիքս քանակով ձայներ։ Դա վարչական ռեսուրսի կիրառմամբ ձայներն են եւ իրենց կողմնակիցները, որոնցից մի մասը կախված, ուղիղ կախում ունեն Փաշինյանից, ֆինանսական, չդատվելու եւ այլն եւ մեր մոլորիալ խապված քույրերն ու եղբայրները, մեր համակարգացիները, մեր հայրենակիցները, դա ֆիքս քանակով մարդիկ են։ Հիմա ակնհայտ է, չէ՞, այդ ֆիքս քանակովը ընդհանուրի մեջ, ինչքան ընդհանուրը շատ լինի, այնքան ավելի ցածր տոկոս կլինի։ Դրա համար շատ խնդրում եմ,
մասնակցել ընտրությունների։ Սա մեկ։ Երկրորդ, ես չեմ մտնի այդ դաշ, առավել ևս որ դեռ շատ շուտ է այդ թվաբանությունը անելու, շանսերի եւ այլնի, բայց Փաշինյանը բոլոր հնարավորությունները օգտագործելու է։ Այս keeping up with Kardashians show-ն, Փաշինյան's show-ն շարունակվելու է այդ reality show-ն, որի մասին դուք խոսեցիք, ինչ որ զեղումներով, պարզա։ Պետբյուջեի հաշվին ընտրակաշարք, այսպես ասած, բաժանել է ճակերտների մեջ։ Այնտեղ պատմություն կա իմ քայլը հիմնադրամի հետ, ոնց որ թե այլ երկրների ղեկավարների կողմից կոչերը քվեարկելու, ես խոսում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի մասին, դեռ շատ են այդպիսի կոչեր ելնելու, ես աշխատավորում եմ։ Թուրքիայից եկող հայտարարությունները դրանք որոշիչ են։ Հա, դրանք ազդեցիկ են, որոշիչ են։ Շատ ուշացված չէ դա, եթե մի կարճ անդրադառնանք այդ դրսի այսպես կոչված աջակցությունները։ Ես չեմ թերագնահատի Ամերիկայի փոխնախագահի խոսքը։ Այսպես պատասխանեմ հարցին։ Ես չգիտեմ ինքը ինչ ազդեցություն կունենա, բայց ամենայն դեպս ես դա չեմ թերագնահատի։ Նույնը Թուրքիան, նաև դեռևս մենք ունենք միջոցառումներ Հայաստանում կայանալիք, որոնց ժամանակ վստահ եմ լինելու են նման օրինակ դրսևորումներ, դեռ շատ է լինելու։ Եվ ինչպես երեք նախագահ Սարգսյանը ասաց, նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ որևէ երկրի ղեկավար ուղիղ հայտարարություն կամ ուղիղ կոչ կամ ուղիղ պաշտպանություն այս կամ այն քաղաքական ուժի համար կամ առաջնորդի համար երբեք չի արել։ Դա արել են իրենց ենթակայության տակ գտնվող ՀԿ-ների, ճակերտավոր քաղաքասարակության, իրենց կողմից սնվող քաղաքական ուժերի միջոցով, բայց երբեք ոչ ուղիղ։ Մենք ասել ենք նրան, որ այդ հայտարարությունները ուղիղ են գնում։ Ընդ որում այդ հայտարարությունները կարող են ոչ միայն հայտարարությունների մակարդակով լինել։ Թուրքիայից վերջերս հայտարարություններ էր լինում, որ մարտին ցամաքային սահմանի հետ կապված փոփոխություններ են լինելու։ 5 տարի է բանակցում են, նոր հասան դրան։ Պարոն ջան, այս կրետ Փաշինյանի ձեր ասած ձեռքու ոտքները, դա նշանակում է, որ ինքն է թույլատրել իր վարկանիշով, թե դիմացի ուժերը արդեն ավելի ուժեղ են ընդդիմությունը նկատի ունեն բլոկներով եւ այլն։ Դա ինչի հետ է։ Ես հասկացել էի հարցը հատուկ չկեի խուսափում պատասխանելուց, բայց ուղիղ ասեմ թե ինչ էի խուսափում։ Ձեր հարցին պատասխանելուց որևէ օգուտ չկա, ասեմ ինչի։ Որովհետեւ մի տարբերակում ես գուցե հիասթափություն առաջացնեմ ինչ որ մարդկանց մոտ, իսկ մյուս պատասխանի տարբերակում գուցե արխային գցեմ ինչ որ մարդկանց։ Ոչ են եմ ուզում անել, ոչ են։ Մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք նույն ձև, մինչեւ որ հասնենք նպատակին, իշխանափոխության։ Միջանկյալ գնահատականներ ես չեմ ուզում տալ։ Այսինքն ոչ ասում եք, որ Փաշինյանն է թույլատրել, ոչ էլ ընդդիմությունն է ուժը։ Ասում եմ, որ կարևոր չի դա։ Կարևոր չի։ Ասում եմ, որ դա կարևոր չի, որովհետեւ եթե ես այդպես ասեմ, կարող է լինեն ինչ-որ մարդիկ, որ հիասթափվեն ու ասեն, հա դե լավ են, ուժեղացել է, կամ կարող է հանգարց լինեն ինչ-որ մարդիկ, որ կներեք բառից համար, բայց արխային ընկնեն, ասեն, դե հենա թույլատրել է։ Ոչ են արեք, ոչ են։ Գործ է պետք անել, պայքարել է պետք անել։ Պայքարելու մասին իշխանությունները ինչու են այդքան շուշուտ կրկնում Գյումրի երկուսը թույլ չենք տա այդ արտահայտությունը։ Դա ռեալ է, ռեալ չէ, ինչու եմ ասում, ինչու ռեալ կամ ռեալ չէ, որովհետև դուք հնաբնակ եք, չէ, ձեր կուսակցությունով առաջին կուսակցություններից մեկն եք։ Դուք առաջին տեսնում եք դաշտում կա հաղթահարվել է այդ, ինչ ասեմ, սինդրոմը, որ առաջինին անպայման բոլորը ձայն կտան, առաջին տեղ հավաքածին, ամենաշատ ձայն, ինչպես Գյումրիում եղավ։ Դա կա, ըստ այս պահի դրությամբ, այդ տրամադրվածությունը։ Մեկ դեռ էլի շուտ է, քանի որ հնարավոր չի ասել, մոտավոր ինչ բացված կա լինելու ընտրություններում կարևորագույն դերակատարներից մեկը մենք դեռ չենք էլ հայտարարել մասնակցել ենք թե չէ։ Բայց կան 3-4 չէ, արդեն 3 բլոկներ եւ կամ ուժ։ Ես երբեք իմ վրա այդպիսի մեղք չեմ վերցնի որևէ ընդդիմադիր, իրական ընդդիմադիր ուժի թիրախավորեմ, ասեմ, ես կասկածում եմ, որ ինքը իրեն կպահի իրական ընդդիմադրի պես։ Ես տեսնում եմ որոշակի փոխհրաձգություններ ընդդիմադիր դաշտում։ Ես տեսնում եմ ատականներ, հարցակումներ մեր ուժի վրա, բայց մենք դրան արդեն սովորել ենք։ Ես տեսնում եմ որոշակի խանդ իրար նկատմամբ որոշ ուժերի կողմից։ Բայց եկեք ես հիմիկվանից մեղք չվերցնեմ վրաս ու ասեմ, որ կասկածում եմ, որ այսինչ ուժ այսինչ բանը կանի։
դրա ժամանակը չի։ Գյումրի 2-ի մասին Ինչ եմ դա ասում, նայեք իշխանությունները կարող են ինչ-որ ինֆորմացիա ունեն, որ դա ռեալ է, դրա համար են վախ, ինչ են կրկնում անընդհատ, ինչ են դա հիշել հենց։ Ասեմ, իշխանությունները ունեն մեկ դա լավ քանի դեռ բանա փոքր վերլուծաբանի դիրքից խոսեմ։ Հաշվենք ես այս պահին խոսում եմ ավելի շատ վերլուծական տեսանկյունից, այլ ոչ թե քաղաքական գործ չի։ Իշխանությունները առաջ են բրդում հիմա մի թեզ, որ կապ չունի թե ընդդիմադիր որ կուսակցությանն եք ձայն տալիս, միևնույն է այդ ձայները գնալու են այսինչ մարդուն։ Անուններ հատուկ չեմ տալի։ Ավելի հեռու, այսինչ մայրաքաղաք։ Թեկուզ։ Հա, տենց։ Անուններ հատուկ չեմ տալի, որովհետեւ մեկին չվնասելու համար։ Այդ թեզը իշխանությունները առաջ են տանում։ Դա մաքուր փաշինյանական թեզ է, դա դեզինֆորմացիա է, դրա որևէ հիմք չկա։ Այս պահին կարևորագույն ընդդիմադիր նոր դերակատարի Հզոր Հայաստան կուսակցության կողմից, ներողություն, ուժեղ Հայաստան կուսակցության կողմից որևէ հայտարարություն չի եղել, որը կարող է դիտարկվել այդ տեսանկյունից։ Իրենք ասել են թե ով է լինելու իրենց միջանկյալ համակարգող վարչապետի տեխնացու սահմանադրական մեծամասնություն։ Իրենք ասել են թե ինչ են անելու հետո։ 2/3 են կնում։ Այո, հետեւաբար այդ ամեն ինչը փաշինյանական թեզ է։ Իրանք այդ Գյումրի 2 թեզը ու դա այդ ուղղությամբ են փորձում տանել, միավորել իրար, որ այ տեսեք կապ չունի ու մեկ ձայն տալի եւ այլն, այդպես չի։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձայների համար պատասխանատու է։ Առհասարակ Գյումրի 2 սցենարի հետ ես շատ զգույշ կլինեմ դրա մասին խոսելուց։ Ինչի պատճառով, որովհետեւ իմ համեստ փորձառությունը Հայաստանի քաղաքական դաշտում, իսկ ավելի շատ նաեւ իմ ավագ ընկերների վերլուծություններին ծանոթանալը մունիցիպալ ընտրությունը, այսինքն քաղաքային պրոյեկտելի չի համապետական ընտրության վրա։ Երբեք պրոյեկտելի չի։ Ու դրա կա միլիոնավոր պատճառներ, միլիոնավոր։ Մասնակցությունը կուսակցությունների լինելու է շատ ավելի մեծ։ Այսինքն հաստատ այդ մի քանի կուսակցությունները չեն լինելու այնպես ինչպես եղավ Գյումրիում։ Գործող դերակատարների պարագայում էլ է պատկերը այլ։ Նաև այնտեղ այդքան միանշանակ չի, որ Փաշինյանը միակն է լինելու պրոքսի հետը չի փորձելու անցկացնել ազգային։ Հա, ինքն էլ իր օպերացիան անի, հա, դիմադիր ինչ որ ուժեր, հա, բացարձակ չեմ թիրախավորում իրական դիմադիրներից, որևէ մեկին խոսքը գնում է իր այդ սատելիտ իքիբիրանոցների մասին։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյան դա Երևան 2 անվանեց, ասած չեմ բացառում, ինքն էլ դա անի։ Իքիբիրանոցներ են դրանք, կուսակցություններ չեն։ Այս ամենը համադրելով ես այդ լրիվ զուգահեռը չի տանիս Գյումրիի հետ։ Այսինքն խնդիրը որ ամբիցիաները չեն, այլ պատճառներ են։ Չէ, ես թվարկում եմ, որ մունիցիպալ ընտրությունը չի կարելի համապետականի հետ համադրել այսպես կոչված բոնուսը, այսինքն շեմը ջահթարած կուսակցությունների ձայների բաշխումը շատ ավելի մեծ է լինելու, քան Գյումրիում, ակնհայտ է դա։ Համադրելի չի, էլի, այս բան copy paste-ով չես կարող անել այսպես, բայց ես նաև ասացի, թե ինչ են իրենք փորձում անել այդ Գյումրի 2 թեզը առաջ տանելով։ Իրենք փորձում են մեր քաղաքացիներին, մեր ընտրողներին, մեր հայրենակիցներին ներշնչել, որ կապ չունի ինդիմադիր որ ուժին ես ձայն տալու, միևնույն է վերջնարդյունքը նույնն է։ Դրա համար որևէ հիմք այդպես պնդելու չկա։ Դա փաշինյանական թեզ է։ Այսինքն ամբողջ դաշտը վարկաբեկելու, դա ամբողջ դաշտը մեկ պրիոմով, հա, մեկ հնակով։ Բանա, բազմաքայլ օպերացիա է, մեկ այդպես են անում, հետո տանում են գեոպոլիտիկա, հետո տանում են նախկին ներկա եւ այլն, էլի, այսինքն առաջի քայլն է նույնականացումը, որպեսզի այն մեր չկողմնորոշված քաղաքացիները, որոնք այս բանին դեռևս չեն որոշել, թե որ քաղաքական միավորին են հարում կամ համակրում, իրանց վրա է դա աշխատում, բայց գիտեք, մենք շատ խոսեցինք ընտրությունների մասին, ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որը նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց։ Մինչև ընտրությունները դեռևս ժամանակ կա։ Եւ ինչպես նախագահ Սարգսյանը երեք անոնսեց, մոտ ժամանակներս մենք ունենալու ենք զարգացումներ իմպիչմենտի գործընթացի հետ կապված, որովհետեւ մենք չենք համարում, որ ռադիկալ ընդդիմադիր քաղաքական միավորը կարող է իրեն հաջողություն թույլ տալ նստել եւ սպասել ընտրություններին, մանավանդ որ
այդ ընտրությունների արժանահավատությունը, արդարությունը շատ մեծ կասկածի տակ է։ Նորից այս ասածս չեմ ասում նրա համար, որ որևէ գոնե մեկ քաղաքացի ասի դե մեկա բան չի փոխում ու չգնա, շատ եմ խնդրում, գնացեք ընտրություններին, պարտադիր։ Բայց նորից պիտի անդրադառնամ Հզոր Հայաստանին։ Հզոր Հայաստանի առաջնորդը անազատության մեջ է։ Արդեն կես տարուց ավել։ Այսինքն քաղաքական ամենաազդեցիկ հայտ ներկայացրած ուժերից մեկի առաջնորդին կես տարուց ավել ձերբակալել են մի նախադասության համար։ Դա արդար ընտրություն է։ Մեր իմպիչմենտի միասնական ամբողջ ընդդիմության կողմից ճանաչված միասնական տեխնացուն Դավիթ Համբարձումյանը անազատության մեջ է։ Մեր գործընկերներ Ալեքս Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը նախագահ Սարգսյանի հետ ոդկասթից մի քանի օր անց հայտնվել են անազատության հետ ու մինչև հիմա անազատության մեջ են։ Նարեկը տնային կալանք, հացադուլից հետո Վազգենը կալանք։ Ու այսպես ես ընտրությունների մոտենալու զուգահեռ դուք կանխատեսում եք ավելի ուժ գնացում կուսակցություններ։ Շատ նուրբ թեմա է։ Արտուրը Սարգսյան, Իգորը Սարգսյան դաշնակցությունից մեր բոլոր ընկերները, ում անունը չտվեցի, հազար ներողություն, բայց մեր բոլոր քաղաքապետարական ընկերներին ազատություն։ Հիմա սրա արդար ընտրությունը ո՞րն է։ Ունեմ ես կանխատեսում, որ ընտրություններին հառաջ ամեն ինչը սաստկանալու է, իհարկե սաստկանալու է։ Կասեցում կուսակցություն։ Չգիտեմ ես իրանց Չէ, մոլդովական սցենար անունն են դնում։ Հասկանում եմ ինչ եք ասում, ես իրանց այլասերված երևակայության սահմանները չեմ պատկերացնում, ամեն ինչ կարող են անել։ Իսկ ինչի եմ եզրակացնում, որ ամեն ինչ կարող են անել։ Դրա պատասխանը տրվել է հունվարին, որ երբ որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը դիմեց Եվրոպական միությանը իբր արտաքին ազդեցությունից Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու համար եւ փող ուզեց 15 միլիոն։ Էական է այդ 15 միլիոնը, չնայած էդ էլ է էական։ Էականը այնա, որ դրանից հետևում է հաշվի առնելով ԵՄ-ի պատասխանը պաշտոնական, որ մինչև ընտրություններ եւ գուցե դրանցից հետո ինչ ապօրինություն, ինչ ձերբակալություն, ինչ քաղաքապետարների նոր ավելացում, ինչ այլախոհների նկատմամբ ճնշումներ լինեն, դրանք բոլորը փաթեթավորվելու են արտաքին ազդեցության դեմ պայքարում են հիբրիդային հարձակումների դեմ եւ դրանք ընդունելի են լինելու Եվրոպայի, հավաքական արևմուտք լավ տերմին չի, Եվրոպայի եւ այն երկրների կողմից, որոնք ավանդաբար խոսում են ժողովրդավարական արժեքների մասին։ Այդ հունվարի տեղի ունեցածը, այսինքն այդ նամակագրությունը Հայաստանի ԱԳՆ-ի եւ ԵՄ-ի միջև ինձ ավելի շատ անհանգստացներ ոչ թե 15 միլիոնի եվրոյի հետ կապված, չնայած դա խնդիր, այլ հենց այդ կարտ բլանշի տեսանկյունից, որ արդեն պաշտոնապես տրվեց այդ կարտ բլանշը, որ դե ինչ ուզում անես, փաթեթավորի դա որպես արտաքին ազդեցության դեմ պայքար ու մենք դրա հետ օքեյ կլինենք։ Շատ շնորհակալ եմ, վերջում թույլ տվեք ամփոփել, այսինքն արտաքին ուղղությամբ ընտրություններում որպես հաղթաթուղթ ինքը օգտագործելու է Փաշինյանը ընդդիմադիրներին որպես ռուսամետ փաթեթավորելն ու այդպես ճնշել են, ներքինում էլ թոշակներ եւ այլ, այդ ճիշտ եմ հասկանում։ Մի ոչ միայն թոշակներ, դեռ շատ բաներ լինելու, այո, այնտեղ գնալու է լեգիտիմիզացիա իր գործողությունների, որ տեսեք ես պայքարում եմ եւ այլն, ընդ որում եթե ուշադրություն դարձնեք, մի քիչ երկարի բայց կներեք, եկեղեցու վրա հարձակումը Փաշինյանի, սկզբից հիշում եք ինչից էր սկսել։ Չուլանները, չուլաններ, հետո պսևդո բարոյական ինչ-որ բաներ, արդեն հայտնի արտահայտություններ, Արշակ եպիսկոպոսի պարագայում արդեն հրապարակված եզրակացությամբ կեղծ տեսանյութի հրապարակում եւ այլն։ Ինչ որ պահից սկսած դա ամբողջությամբ վերափոխվեց էլի այդ հիբրիդային ռուսական ազդեցության դեմ պայքար եւ այլն։ Ենթադրում եմ, որ նաեւ արտաքին դերակատարները Փաշինյանին ասել են, որ գիտես ինչ, վեհապար հայրապետի, արքեպիսկոպոսների վրա անձնական հարձակումները, որոնք եկեղեցու վրա հարձակման մի մասն են, հնարավոր չի փաթեթավորել, հասկանում, հնարավոր չի։ Այլ բան գտի, հա։ Այլ բան գտի, գուցե նաև հուշել են, որ սա լավ տարբերակ է եւ սա շատ կարեւոր եմ համարում ասել։ Քանի որ աշխարհում տեղի են ունեցել գործընթացներ, Ուկրաինայում, Մոլդովայում բացարձակ, ես չեմ մտնում այդտեղ գնահատողական բազա, բայց Մոլդովայում եւ Ուկրաինայում մենք լրիվ այլ դեպքի հետ կապ ունենք։
նրանք ուղղափառ եկեղեցիներ են։ Ուկրաինայի պարագայում այնտեղ առհասարակ երկու կարելի ասել եկեղեցու տրամաբանություն կա՝ Մոսկովսկի պատրիարխատ ու Կիևսկի պատրիարխատ։ Եվրոպացուն հեշտ է բացատրելը, սա հասկանում եք։ Երբ որ ես եվրոպացիների եւ ոչ միայն հետ հանդիպումների ժամանակ բացատրում եմ, որ մենք առաքելական եկեղեցի ենք, մենք որևէ վերադասության կապ չունենք ռուսական եկեղեցու հետ։ Ավելին ասեմ, որում սա մարազմա, հասկանում եք, իրանք ասում են, որ իրանք պայքարում են ռուսական ազդեցության դեմ եկեղեցու միջոցով իբր տարածվող 4 ազատազրկված արքիեպիսկոպոսներից 2-ի պարագայում Բագրատ Սրբազանը Կանադայի քաղաքացի է, երբ որ ինքը Կանադայի հայ թեմի առաջնորդն էր։ Իսկ Միքայել Աճապահյանը օրին հարգանքով 2-ի նկատմամբ եւ իրենց եւ մյուս մեր սրբազան հայրերին ազատություն մաղթելով նորանկախ Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենալայնամասշտաբ, ամենամեծաքանակ եւ ամենավտանգավոր հակառուսականը վատ բառ է, բայց տրամաբանությունը հասկացակ ցույցերի առաջնորդն ա եղել Գյումրիում Պեռնյակովի ոչրագործության ժամանակ, ճիշտ հասկացեք, ես չեմ ասում դա սխալ էր կամ ճիշտ էր։ Ես ասում եմ, որ այդ մարդը եղել է դրա առաջնորդը։ Հիմա փորձել այդ երկու մարդկանց ապօրինի անազատության մեջ պահելը, ձևակերպել հակառուսականության շղարշի ներքո, դա մենակ Փաշինյանի մտքին կարող էր։ Շատ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք